Թեմաներ եք առանձնացրել, բայց կարծում եմ տեղին է սկսել հենց այս հարցից։ Օրերս Երևանի մետրոյում մենք տեսանք Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրած, ուղղակի հարձակվեց հայ կնոջ, արցախցի կնոջ վրա, ով իր որդու հետ էր, մեղադրելով արցախցիներին փախել եք, դավաճանել եք, չհամարձակվեք ինձ ասել, որ ծախել եմ, չհամարձակվեք, միլիարդներ ենք մենք տվել Արցախի համար, այս պոռթկումը ինչով էր պայմանավորված, այս ամենը ինչի դրսևորում էր, համեցեք։ Մարիամ ջան, մի կարճ պատասխան կա դրա համար, կարճը կասեմ, հետո կմանրացնեմ։ Այդ ամենը հետևանք էր նրա ատելության արցախցիների հանդեպ, Արցախի հանդեպ, նրա ստանձնած պարտավորությունները Ալիևի հանդեպ։ Նիկոլ Փաշինյան, ներողություն խնդրեցիք այդ աղջկանից։ Ես ուզում եմ իմանալ, ինչի ներողություն խնդրեցիք։ Ձեր հասկացաք ձեր արած արտահայտության սարսափելի լինելը, թե հասկացաք ձեր սխալ լինելը, թե հիմք ընդունեցիք այն, որ աղջիկը զոհված ազատամարտիկի աղջիկ էր։ Հարցերս տալիս եմ, բայց պատասխանն էլ հետն եմ տալիս։ Լսեք, վարչապետ։ Արցախում յուրաքանչյուր ընտանիք զոհված ունի։ Մեկը ամուսին, մեկը հայր, մեկը եղբայր, մեկը հարազատ բարեկամ։ Եվ բոլորն էլ այդ աղջկա հոգեբանությունն ունեն, այդ աղջկա մտածելակերպն ունեն։ Ինչ էիք ուզում փախած ասելով, որտեղից են փախել, ինչպես են փախել, ինչ պատճառով են փախել, նախ ասեիք պատճառը, ինչի մինչև էդ չէին փախչում։ Արցախցին այնպես է կպած իր հողին, ինչպես իր տնջրի 2000 տարեկան ծառը։ Նրան հեշտ չէր պոկել և հանել այնտեղից։ Արցախցի մի մատ երեխան էլ գիտի, որ մեր Արցախը թողնելու պատճառը դուք եք, Նիկոլ Փաշինյան։ Մենք դա բոլորս գիտենք։ Մի քիչ, եթե տղամարդ եք, խորհուրդ կտայի, մի քիչ, եթե տղամարդ եք, ներողություն խնդրեիք բոլոր արցախցիներից, մինչև հիմա ձեր ասած բոլոր խոսքերի համար։ Ոչ մի խոսք անհետևանք չի մնում։ Վաղը մյուս օրը ընտրություններ են, և դուք արցախցիների մեջ բորբոքել եք մի այնպիսի ատելություն, որ նրանից ոչ մի սպասելիք չունենաք։ Չունենաք իր դահիճին, որ արցախցին կնդրի։ Մենք վախենում ենք այսօր Հայաստանի համար։ Արցախը առայժմ անցյալ է, առայժմ։ Մենք դա չենք ընդունում ու չենք ընդունի, վերադարձ լինելու է, Արցախը չի մնալու Թուրքին, բայց այսօր վախենում ենք Հայաստանի համար։ Դուք այնպիսի սարսափելի դաժանություն ունեք ձեր ազգի, ձեր ժողովրդի, արցախահայերի հանդեպ, որ ես ձեզնից շատ եմ սարսափում, Նիկոլ Փաշինյան։
Ձեր այդ ուրախ ավտոբուսը իսկապես մարդկանց մի թեթև ուրախացնում է, դարդերը ցրում է, որովհետև կրկեսի նման է։ Մարդ, որ գնում է կրկես, գնում է մի քիչ թեթևանալու հոգսերից, մի քիչ ծիծաղելու։ Ձեր ավտոբուսը մեր կրկեսն է։ Այդ ավտոբուսով պետք է ընտրեք դուք, այդ ավտոբուսով պետք է քվեներ հավաքեք։ Այնքան մեծ է Արցախցու ցավը, այնքան մեծ։ Իշխանությունը Հայաստանի պետք է ցավ կիսող լիներ, ոչ թե ցավին ցավ ավելացնող։ 2 տարից ավել է մենք այստեղ ենք, եւ մի անգամ ձեզնից մի սրտացավ վերաբերմունք, մի խոսք չենք լսել։ Մի հանդիպում չեք ունեցել արցախցի որևէ շրջապատի մտավորականության, գրողների, նկարիչների, բժիշկների, հասարակ ժողովրդի, զոհվածների ծնողների։ Մի հանդիպում չեք ունեցել, այդ ինչ չափի ատելություն ունեք, կամ այդ ինչ չափի վախ ունեք Էրդողանի ու Ալիևի հանդեպ, որ վախենում եք մեզ հետ հանդիպեք։ Մետրոյում ձեր հիստերիկան նաև վախն էր ձեր։ Դուք վախեցաք այդ մի մատ աղջկանից, մի մատ երեխայից, վախեցաք։ Ես պատկերացնենք այսպես, դուք վարչապետ չեք, սովորական հայ տղամարդ եք, որ նստել եք մետրոն եւ լսում եք այդ աղջկա խոսակցությունը մեկ ուրիշի հետ։ Եվ նույն ձևով հարձակվում եք այդ աղջկա վրա։ Ինչ անենք, թե դուք վարչապետ եք, հո Աստված չեք։ Վարչապետը ժողովրդի ծառան է։ Դուք նաև այդ աղջկա ծառան էիք այդ օրը մետրոյում, ոչ թե նրա վրա մատ թափվողը։ Դա տղամարդու էթիկա էր։ Մենք էլ մտածում ենք, հա, Հայաստանը իշխանություն ունի, վարչապետ ունի, տղամարդ վարչապետ։ Ընկեր ջան, այդ տղամարդկությունը ցույց տվեք ձեր թշնամի հարևանների նկատմամբ։ Ոչ թե վախից 5 տակ ձեր մեջքից ծալվեք ու գլուխ խոնարեք։ Դա գիտեք ինչ ամոթ է, մեր ազգի ամոթն է։ Ազգի ամոթը, որ մեր ղեկավարը այդքան գլուխ է խոնարհում մեր թշնամու հանդեպ։ Եվ ազգի ղեկավարը իր ժողովրդին այդ աստիճան ստերով լռեցնում, քնեցնում է, թե ինքը խաղաղություն է բերել։ Ինչ խաղաղություն ես բերել։ Քո խաղաղության ընկերը, որ նվիրում է մեզ խաղաղություն, այն օրը բացարձակ ասեց իմ պահանջները, եթե չկատարեն 6 ամսից հետո կերև այդ խաղաղությունը։ Ես գիտեմ ինչպես կվերցնեմ։ Դե եթե պայմանագիր ես կնքել, մարդը ժամկետն էլ ասեց, դու էլ ասեցիր 2 օր առաջ ժամկետը, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, ինչ է պայմանավորվել եք իրար հետ, Նիկոլ Փաշինյան։ Դու գիտեիր 44 օրյա պատերազմի սկիզբը, գիտեիր, որ օրն է սկսվելու, գիտեիր, որ հոկտեմբերի 27-ին թշնամին հարձակվելու է, և մարտական պատրաստության չէիր բերել, հրաման չէիր տվել։ Դու գիտեիր սեպտեմբերի 19-ին թշնամին հարձակվելու է։ Բացարձակ լռությամբ լռում էիր։ Այսօր ասում ես սեպտեմբերին, այս անգամ մի քայլ առաջ ես գնացել, մեզ զգուշացնում ես, որ սեպտեմբերին պատերազմ կլինի։ Մեր վարչապետը, սիրելի ժողովուրդ,
մի մեթոդ ունի իր աթոռին նստած մնալու, մի հատ մեթոդ 8 տարի է դրանով է առաջնորդվում, շանտաժի մեթոդը, ժողովրդին լռեցնում է շանտաժով, լռեք, թե չէ պատերազմ կլինի, Արցախի մասին չխոսեք, պատերազմ կլինի, վերադարձի մասին չխոսեք, պատերազմ կլինի, ցեղասպանության մասին չխոսեք, պատերազմ կլինի, Էհա, մինչև երբ այ Կիկոս, մինչև երբ է ժողովուրդը լռի։ Ալիևը շատ խորն է կարդացել Թումանյանի չարի վերջը, գիտես, շատ խորը։ Կկուներդ ոչ թե 3-ն են, այլ մի քանի կկուներ են, որ հատանում է քեզնից։ Կացինը սրած պահում է Ալիևը, դու էլ քո ժողովրդին ես վախեցնում, քո կացնով, քո կացնով, ոչ թե սրած։ Նիկոլ Փաշինյան, ես ուզում եմ խոսեմ նաև ցեղասպանության թանգարանում քո վճռի, քո միջամտության մասին, քո տված եզրակացության մասին, որ դու ես ասել աշխատանքից ազատեն այդ կնոջը։ Ինչ է արել այդ կինը։ Դու ինչքան պիտի աշխատես, դու ինչ կախարդական, չար կախարդի փայտիկ պետք է ունենաս, որ հայի ուղեղից անես ցեղասպանություն բառը, որ արցախցու ուղեղից քերես հանես Արցախը, իր տունը, իր շեմը, իր զոհվածի շիրիմը, ունես այդ փայտիկը, ունես սատանայական, իզուր մի չարչարվի, և քեզ սատանա մի սարքի հայ ժողովրդի աչքին, դրանք մոռանալու բաներ չեն, այ ընկեր, մոռանալու բաներ չեն, մենք արյուն ունենք թափած, տոննաներով Արևմտյան Հայաստանում, Դերձորում, տոննաներով Արցախում, արյունը ինչպես կարելի է ուրանալ, Արցախում միթիս հող չկա, որ զինվորի զոհի արյուն թափված չլինի և դրա վրայով այսօրով է քայլում, ինչպես ես քնում գիշերը, մենք չենք քնում, արցախցիներս չենք քնում, Նիկոլ, ցեղասպանությունը ժխտել, Արցախի բաժինը փակել թանգարանի, լսել եմ, հաստատ չգիտեմ, բայց եթե այդ քայլը ևս արել ես, քեզ Աստված էլ չի ների, ուր մնաց թե ազգների, հավատա Աստված էլ չի ների քեզ, այդ բաժնում կան մասունքներ, ադամանդյա մասունքներ Արցախի բաժնում, Սումգայիթին վերաբերվող ապացույցներ, Շահումյանին վերաբերվող Մարաղային, Բաքվի ջարդերին, տարհանմանը, եթե փակում ես այդ բաժինը, բարի եղիր այդ բոլոր փաստաթղթերը հանձնել արցախցիներին, Արցախի ներկայացությանը, որովհետև ես անձամբ վախենում եմ 2 տարի առաջ ինչպես վառեցիք Ծիծեռնակաբերդում թանգարանի մոտ թղթեր ահագին, այդպես էլ կվառեք այդ ապացույցները։ Մեր ապացույցները Արցախին վերաբերվող հանձնեցեք արցախցիներին, որովհետև չենք հավատում ձեզ, Նիկոլ Փաշինյան։ Մենք դեռ աշխատանք ունենք անելու, մենք դեռ պետք է աշխարհին ստիպենք, բացատրենք, համոզենք, խնդրենք նույնիսկ, որ ճանաչեն Սումգայիթի ցեղասպանությունը, Շահումյանը, Մարաղան,
Արցախի շրջանները այս տարհանման ժամանակ շրջաններում կատարված մորթն ու սպանությունները, Շուշին, Հադրութը, մենք աշխատանք ունենք անելու, հոտ դուք մշտական չեք, այսօր կաք, վաղը չկաք, եկողները պետք է աշխատեն, թե չէ։ Եթե դու միջազգային հայցերը մեր ցեղասպանության մասին ինչքան հիշում եմ հետ կանչեցիք միջազգային դատարաններից, իսկ ինչու թույլ տվեցիր, որ 18-ից 20 երկիր ճանաչի Խոջալուն որպես ցեղասպանություն։ Էդ ինչի Ալիևին կարելի է, մեզ չի կարելի։ Այ ընկեր, Խոջալույում ցեղասպանության հետ կանգամ չի եղել, հասկացեք վերջապես, թող ընկերդ էլ հասկանա, բացատրիր այդ 3 մետրանոց ընկերոջդ։ Այնտեղ չի եղել ցեղասպանություն, այնտեղ պատերազմ է եղել, պատերազմի ժամանակ սպանում են իրար, փլավ չեն բաժանում պատերազմի ժամանակ։ Կամանդոսը մի օրով տվել էր Միջանցք նրանց Աղդամ գնալու։ Աղդամի մոտակայքում, Աղդամի փեշերին նրանց սպանել են Աղդամից կրակելով, դա իրենց նախագահան ասեց, խոստովանեց, բացատրեց, որ կրակել են իրենք Աղդամի վայրի բարբարոս ժողովուրդը, թե ինչի եք թողած փախչում, ինչի եք Խոջալուն թողել։ Իսկ մենք 3-ից 4000 Խոջալուի բնակիչի տարել ենք 10-10 քանի օր Ստեփանակերտում պահել, հայտարարություն են մեզ ռադիոյով արել, որ ով հնարավորություն ունի սննդով օգնելու թող բերի։ Անձամբ ես մի ամբողջ սումկա լցրած տարել եմ, որ այդ մարդիկ 10-12 օր կերել են, մինչև Կարմիր խաչը եկել է տարել։ Դա կոչվում է ցեղասպանություն, Նիկոլ Փաշինյան։ Մի անգամ ձայն բարձրացրիք ձեր իշխանությունը, ձեր արտաքին գործերի նախարարը, ձեր ազգային ժողովի նախագահան, մի բողոքի ձայն բարձրացրիք Ալիևին, մի նամակ հղեցիք, ասեք Խոջալույում ցեղասպանություն չի եղել։ Մարդ էլ այդքան անթասիբ կլինի, ընկեր։ Եթե թող քո ազգի, քո ժողովրդի թասիբը չես պահում, դու այդ ժողովրդին պետք ես, և դու հույս ես պահում, որ քեզ կընտրեն նորից։ Դու Հայաստանի փեշերը, դիրքերը ամենաբարձր տվել ես Թուրքին, և այսօր հույս ունես, որ այդ տարածքում ապրող մարդիկ քեզ կընտրեն։ Ղափանի փեշերին, սարերին ապրող գյուղերը, Գորիսի գյուղերը սահմանամերձ քեզ կընտրեն։ Ինչ ես անում, դու հասկանում ես ինչ ես անում, Նիկոլ Փաշինյան։ Իշխանությունն էլ դպրոց փակի, այ ընկեր։ Իշխանությունը դպրոցներ է ավելացնում, ոչ թե փակում։ Ժողովուրդ պիտի կրթվի, երեխաներ պիտի կրթված մեծանան, որ քեզ նման չդառնան։ Դպրոցներն ինչի ես փակում։ Ես սոցցանցում այն օրը մի հրապարակում էի դրել փոքրիկ։ Ջավախքում դպրոցներ կան 11, 14, 17 աշակերտով։ Իմ գյուղիս, իմ ծննդավայրիս դպրոցը ունի 88 աշակերտ։ Ինչի չի վրացին փակում։ Ընդհակառակը Ջավախքի հայկական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը ավելի բարձր է, քան մնացած վայրերի։ Ու չես համաչում դու 230-240 դպրոց փակելուց, քանի ուսուցչի ես հացից զրկում։ Հաշվել ես դու դա։ Քանի երեխա պտի ոտքով հասնի մինչև 5, 6, 7 կիլոմետր հեռու գտնվող հարևան գյուղը։ Եվ այդ ծնողը չի մնալու այնտեղ, քո նպատակը շատ պարզ է բոլորիս համար,
այդ գյուղերը ազատել ադրբեջանցիների համար, այդ դպրոցները ազատել եկող ադրբեջանցիների համար։ Քո նպատակը դա է։ Արցախը դատարկեցիր, հիմա էլ Հայաստանն ես դատարկում։ Հետո ինչքան մեդալ պիտի տան թուրքերը քեզ, եւ ինչքան փող պիտի տան քեզ, որ քո ժողովուրդը քեզ ների։ Վատ ղեկավարի տեսակներ կան։ Օրինակ նախկին, ասում են նախկինները կերել են, թալանել են, չգիտեմ ինչ են արել, բայց նախկինները մի միլիմետր հող չեն տվել Թուրքին։ 1 միլիմետր հող չեն տվել։ Նախկինների ժամանակ բոլորս ճակատներս բաց, գլուխներս բարձր, հպարտման ենք գալիս ամբողջ աշխարհով մեկ, որպես հաղթած երկրի քաղաքացիներ։ Հիմա ինչ ենք։ Հիմա ինչ ենք, Նիկոլ Փաշինյան։ 120,000 գաղթականներ լցված Երևանի փողոցներում, 120,000 վարձող բնակվող մարդիկ, որոնց 2 կոպեկ էր տալիս են էլ կտրեցի շատ տեսար։ Վերջերս գնացել ես աշտարակ եւ մի հատ չգիտեմ ինչ ասեմ այդ տղային, մոտավորապես ճանաչում եմ ով է, ինչ է։ Ինչքան եք դրան ստիպել կամ համոզել, որ նա վեր կենա քեզնից շնորհակալություն խնդրի։ Ոչ մի արցախցի այդ փոքր ուղեղը չունի, որ քեզ շնորհակալություն ասի։ Չունեն այդ փոքրիկ ուղեղը։ Մեր Վազգեն Օվյանը մի բանաստեղծություն ունի, ասում է Աստված Ադամին ստեղծեց իր կողից, Ղարաբաղցում ստեղծեց 2 կողից։ Ամբողջ աշխարհը գիտի մեր համառության մասին։ Ով պետք է քեզնից շնորհակալություն ասեր, եթե մեջտեղը մի բան չլիներ։ Ամոթ է էլի վերջապես։ Աշտարակում սարքեցիր 4 միլիոն։ Դա էլ քո նախընտրական կաշառքն է, վաղը Արմավիրում կսարքես 4 միլիոն, մյուս օրը Արարատում կսարքես 4 միլիոն, ուզում ես 10 միլիոն սարքի, Նիկոլ Փաշինյան, Արցախցին քեզ չի ընտրելու։ Ես այն անգամ ասացի, սոված կոտորվում էր 88-ի ամռանը Արցախցին, նորից բլոկադա էր, խանութներում մի բան չկար, բոլոր խանութները փակ էին։ Մի ամբողջ էշելոն սննդով բեռնված եկավ կանգնեց մեր երկաթգծի կայարանում, մի ամիս այդ մթերքը փչացավ արևի տակ, ոչ մեկը չմոտեցավ այդ, չեմ հիշում, 18 թե 19 վագոն սննդամթերքին և քաշելով հետ տարան։ Արցախցին դա է։ Բլոկադայի ժամանակ սոված կոտորվում էինք։ Մարդիկ ասֆալտը էփում էին աղ ստանում, որ իրենց կերակրի մեջ աղ լցնեին։ Դասի ժամանակ երեխաները ուշաթափվում էին վիտամինի պակասությունից։ Աղդամը ալյուրը բերած կանգնեցրած կամազներով ոչ մի Ղարաբաղցի թույլ չտվեց, որ նա մտնի քաղաք այդ մեքենաները, այդ ալյուրը մտնի, սոված մնացինք, չընդունեցինք։ Ղարաբաղցին դա է, դու ուզում ես 4 միլիոն սարքելով արցախցիներին կաշառես և ընտրվես։ Լավ մտածի Արարատիդ մասին, լավ մտածի, Արցախ բառը սարքել ես մի հակապետական բառ։ Երկիրը Հայաստանը սարքել ես 37 թիվ, մարդիկ վախենում են իրար հետ խոսեն, խոսողին տանում ես ձերբակալում։ Էդ դու չէի ժողովրդավարությունից խոսում ամբիոններից, խոսողը դու չէիր։ Հիմա ինչի ես մարդկանց խոսափողը կտրում, ինչի ես մարդկանց ձայնը կտրում, ինչի են անընդհատ կանչում քննչական բաժիններ մարդկանց,
Ուր մնաց քո խոստումները։ Ինչքան խոստում տվեցիր սուտ։ Ինչ էիր ասում են օրը, փախած։ Այն աղջկանը փախածներ։ Արցախցին բնակչության քանակով Հայաստանի բնակչության 5%-ն է կազմում։ Զոհերի քանակով Հայաստանի զոհերի 25%-ը ունի Արցախցին, այսինքն 5 անգամ ավելի բնակչությունից, և դա փախած արցախցին է, այո, Հայաստանցին չեր փախել, հա, գումարտակները բերում էիք Գորիսից հետ էիք տանում նորից, 44 օրյայի ժամանակ, ես խոնարհվում եմ այն մեռոնված զոհերի, 5000 զոհերի, վերջերս գնացել էի Եռաբլուր, մտա Տեր Հովհաննեսի հետ խոսեցի, մարդը ասում է, սիրտ չի մնացել, օրը 25, 30, 40 ծնողի հետ խոսում եմ, մխիթարում, էլ չեմ դիմանում այդ ցավին ու ողբին։ Դու դիմանում ես Նիկոլ Փաշինյան։ Եռաբլուրում քիչ ունենք արցախցի։ Արցախցին կյանքում կռվից չի փախել, կյանքում, նույնիսկ ջերմուկի ժամանակ, երբ թուրքը արդեն համարյա մտնում էր ջերմուկ, Արցախից գիշերը սպեցնազը եկավ, թուրքի պատասխանը տվեց, հետ շպրտեց, նորից գնաց Արցախ։ Տեղյակ ես, արցախցին կռվելուց երբեք չի վախեցել։ Նա ծնվում է մարտիկ, զինվոր, որովհետև միշտ ապրել է թուրքի հետ։ Այդ դու ես, որ չգիտես թուրքի հետ ապրել ինչա նշանակում։ Այդ դու ես, որ չիմանալով, թեկաշարվելով, խոստանում ես 300-350 հազար ադրբեջանցի բերել Հայաստան։ Դու պատկերացնում ես ինչա կատարվելու։ Հիմա, որ թուրք չկա Հայաստանում, Երևանը վախենալու քաղաք է դարձել։ Երեկոյան աղջիկները, մարդիկ վախենում են փողոց դուրս գան, ամեն օր մի սպանություն ա լինում։ Ամեն օր մի սպանություն, մի հանցագործություն, մի խոլիգանություն, մի ծեծ կրտուկ։ Այն ժամանակ գիտեք ինչ է լինելու։ Այն ժամանակ առավոտ արթնանալու եք, տեսնեք մի շենքի առաջ մի աղջիկ բռնաբարված, սպանած վեր գցած։ Մենք դա շատ ենք տեսել արցախցիներս։ Շատ ենք տեսել։ Ամեն Նովրուզ բայրամի մենք դռները փակում ենք ժամը 6-ից հետո տներից դուրս չենք գալիս։ Հասկանում եք ինչ եք անում, Նիկոլ Փաշինյան, Գորբաչովը որ Գորբաչով էր, Սումգայիթից հետո ասեց, դե դա ադրբեջանցիների ֆակտորն է, վայրենությունը, մարդ սպանելու բնավորությունը, դա իրենց ֆակտորն է, что нам делать։ Դու այդ ֆակտորից գաղափար ունես։ Գաղափար ունես այդ ֆակտորից, դու պատրաստ ես ամեն օր Հայաստանում մի թուրքի մորթի պատասխանը տաս, թուրքի ու հայի կռվի պատասխանը տաս։ Խաղաղությունը այսպես չի լինում։ Խաղաղությունը ամեն մեկը իր տանն ապրում է, տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում, եթե ոչ մի բան չեղավ, գուցե իրար սկսեն բարև ու սալամ ասել, ամեն մեկը իր տանը, ոչ թե դու բերես լցնես այստեղ նրանց։ Դեռ թարմ է ամեն մեկի վիշտը, ամեն մեկի վրեժի ցանկությունը, և թուրքի մեջ, և հայի մեջ, չես հասկանում այդքանը։ Ինչ խաղաղություն եք դուք հեքիաթ սարքելու է ժողովրդին քնեցնում եք հեքիաթով։ Մի քիչ սթափ մտածեցեք, մի քիչ սթափ մտածեցեք։ Ես 99%-ով համոզված եմ, որ այս ընտրություններին դուք այլևս չեք լինի։ Բայց
Ուզում եմ 99%-ով էլ համոզված լինել, որ ձեր արածների պատասխանը ձեր իշխանությունը տալու է ժողովրդին։ Որովհետև սա ներելու բան չէր, որ դուք արեցիք։ Դարերով հայկական Արցախը նվիրել տալ Թուրքին, դարերով, հազարամյակներ շարունակ հայեր են ապրել այնտեղ։ Դուք դրա պատասխանը պետք է տաք, Նիկոլ Փաշինյան։ Այսքան։ Լավ մնացեք։